Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 30-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Դոնալդ Թրամփը Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Ես շատ լավ եմ ճանաչում նախագահ Էրդողանին և ինչպես բոլորդ գիտեք, նա իմ շատ լավ ընկերն է։ Ես հարգում եմ նրան։ Բիբին հարգում է դրան»։ Բիբին ի նկատի ունի Բենյամին Նեթանյահուին։ «Նրանք, ովքեր խնդիր չեն ունենա, ես նրան շատ լավ եմ ճանաչում, նա հիանալի աշխատանք է կատարել, ես նրա հետ եմ, միշտ Բիբիի հետ, միշտ ոչինչ չի պատահի»։ Թրամփը երախտագիտություն է հայտնել Թուրքիայի նախագահին իր կատարած աշխատանքի համար։ Մի մոռացեք, որ նախագահ Էրդողանն էր, որ շատ օգնեց, նա երբեք փառքի չէր ձգտում դրա համար, բայց նա իսկապես արժանի է մեծ գովասանքի դրա համար։ Նախագահ Էրդողանն արժանի է մեծ գովասանքի իր արածի համար, նա պարզատվեց մի քանի շատ վատ մարդկանցից և նրանք դա ուզում էին անել 1000 տարի։ Կարծում եմ Սիրիայի և Իսրայելի միջև ամեն ինչ լավ կկարգավորվի, ես չեմ անհանգստանում Իսրայելի որևէ արարքից, նշել է Թրամփը։ Ինչու այսպես երկար ընթերցեցի, ինչ էր ասում Դոնալդ Թրամփը, որտեղ վերջերս ինձ էլ մի քանի անգամ ասել են, ոնց եք նայում Իսրայել, Հունաստան, Կիպրոս ակտիվ սրտշփումը ընդդեմ Թուրքիայի, երեկ էլ այս թեմային անդրադարձա, որ պետք է հաշվի առնել, որ այնուամենայնիվ Թուրքիայի դերակատարությունը Ամերիկան չի անտեսում և տենց կարծել, որ հիմա հնարավոր է հակաթուրքական կոալիցիա ստեղծել և դա կլինի արդյունավետ, խիստ լավատեսական է, ես դրան չեմ հավատացել։ Իհարկե, եթե իսկապես հակաթուրքական կոալիցիա ստեղծվի, որի արդյունքում մենք կարողանանք մեր դիրքերը բարելավել և կախված չլինենք Թուրքիայի ազդեցությունից, չպոկվենք Ռուսաստանի ազդեցությունից, ընկնենք Թուրքիայի ազդեցության տակ, առավելևս հիմա համ նրա ազդեցության տակ ես մնում, համ նրա։ Միանշանակ կողմ եմ, որ պետք է լուծում գտնել Եվրոպայի հետ ուղիղ աշխատելու, որպեսզի Թուրքիայի միջոցով մեր հետ չաշխատեն, և Ամերիկայի հետ ուղիղ աշխատելու, որպեսզի Թուրքիայի միջոցով մեր հետ չաշխատեն։ Բայց հույս դնել Թրամփի վրա, որ Իսրայելին ինքը աջակցում է, և եթե մենք Իսրայելի հետ լավ լնենք, դա լրիվ բավարար է, որ Թրամփը մեզ աջակցի ընդդեմ Թուրքիայի, ասում է, որ դա խիստ չափազանցեցված։ Բարեբախտաբար այսօր այդ նույն հարցին անդրադարձավ Դոնալդ Թրամփը, ես ուղղակի ուզում եմ, որ մենք իմանանք, այտենց վստահել, որ Թրամփը մի բան կորոշի և մեր շահերը կհամընկնի, ես զարմանում եմ ձեր վրա։ Թրամփը ինչ որ ասում է, պետք է շատ լուրջ կասկածի տակ դնել, մի քիչ սպասել, տեսնել ինչ է անում։ Եթե նույնիսկ Դոնալդ Թրամփն ասի, ես ձեզ խոստանում եմ, որ առավոտ արթնանաք լույսը բացվելու է, մի ասեք, հա լավ, ինքը խոստացել է հաստատ կբացվի։ Ամեն դեպքում սպասեք լույսը բացվի, նոր ձեր գործերն արեք, չհավատաք, որ իր ասելով դա տեղի է ունենալու, էլի։ Դրա համար այս ինչ որ հիմա ինքը ցույց տվեց, Իսրայելին հասկացնում է, որ քո հաշվին, ասիկա Թուրքիային ես չեմ ճնշելու քո հաշվին, այնպես որ դու իմացի, որ տեղավորվի քո չափերի մեջ։ Ուղղակի սա ես ուզում եմ ասեմ նրա համար, որ հերթական անգամ մեր մոտ ոնց որ երեք ասեցի, հիմա չքցվենք այն կողմ, լրջագույն հաշվարկենք, ամենակարևորը կարողանանք ակտիվ չեզոքություն պահպանել, որովհետև այնպես չի, որ այսօր Թրամփը Թուրքիայի հետ հարաբերությունները կարող է վերանայի հօգուտ մեզ կամ հօգուտ Իսրայելի։ Այս ուղղակի մենք իմանանք, որովհետև դա շատ կարևոր է մեր առաջիկա քայլերը պատկերացնելու համար։ Դոնալդ Թրամփը պատասխանելով Գազայում թուրքական զորքերի տեղակայման հնարավորության մասին հարցին նշել է, որ ինքը գերազանց հարաբերություն ունի նախագահ Էրդողանի հետ։ Մենք կքննարկենք դա և եթե ամեն ինչ լավ ընթանա, կարծում եմ լավ կլինի։ Թուրքիան իրեն հիանալի է դրսևորել, իմ կարծիքով հիանալի է եղել, ինձ համար շատ լավ է եղել, նշել է Թրամփը։ Ասել Գազայի հետ կապված հարցում, որ պատկերացնեք, որ
Սա է Դոնալդ Տրամփի պատկերացումը, որ նույնիսկ ինքը չի բացառում, որ Թուրքիան կարող է որոշակի խմբաքանակ ունենա, զորք ունենա անգամ Գազայում։ Դուք պատկերացրեք, այսինքն դա Իսրայելի համար կարմիր գիծ է, բայց նույնիսկ այդ պարագան Դոնալդ Տրամփի համար կարմիր գիծ չի, որտեվ ինքը այնուամենայնիվ ցանկանում է Էրդողանի հետ նորմալ հարաբերություն ունենա եւ Էրդողանին իր դերակատարությունը ընդլայնված տեսնել, որը մեզ համար գոնե հասկանում ենք, որ Տրամփի հետ դժվար է պատկերացնել, որ մենք այնպիսի կայուն հարաբերություն կունենանք, որով քչեզոքացնենք Թուրքիայի դերակատարությունը իր աչքում, բայց գոնե դրա հետ կապված հիմա այդ պահը բաց չթողենք Եվրոպայի հետ նորմալ հարաբերություն ունենանք, որ Եվրոպան էլ չմտածի, ասի ինձ համար ինչ տարբերություն, եթե այդ գիծը նորմալ աշխատում է, ով ըլնի մեր գործընկերը։ Իրանք Ադրբեջանին, Թուրքիային վատ գործընկեր չեն տեսնում Եվրոպան։ Այդ մենք պետք է մեր շահերը ներկայացնենք, մենք պետք է ասենք, որ մենք ինքնուրույն խաղացող ենք եւ մենք ուզում ենք ձեր ուղիղ գործընկերն լինենք, որևէ խնդիր չենք տեսնում, որ դուք իրանց հետ էլ աշխատեք, բայց մեր հետ պետք է աշխատեք ուղիղ եւ անվտանգության երաշխիքներ տակ։ Այդ ժամանակ մենք չենք անհանգստանա, նույնիսկ Դոնալդ Տրամփը Թուրքիայի հետ լավ կլինի, թե վատ կլինի, դա առանձնապես մեզ համար էական նշանակություն չի ունենա։ Վաղն էլ Տրամփը չի լինի, մեկ ուրիշը կգա, մի ուրիշ քաղաքականություն կունենա։ Դոնալդ Տրամփը Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է. Իրանը հնարավոր է իրեն լավ չի պահում, դա հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքները եւ հետևանքները շատ լուրջ կլինեն, գուցե նույնիսկ ավելի լուրջ, քան նախորդ անգամ։ Ես նրանց ընտրության հնարավորություն տվեցի, ես ասացի կարող եք գործարք կնքել, արեք դա։ Նրանք չհավատացին ինձ, հիմա նրանք հավատում են ինձ։ Տրամփը հույս է հայտնել, որ Իրանը չի փորձում կրկին զարգացնել ռազմական կարողությունները, քանի որ եթե դա անեն, ԱՄՆ-ն այլընտրանք չի ունենա, քան շատ արագ ոչնչացնել այդ կարողությունները։ Ես լսել եմ, որ նրանք արտադրում են զենք եւ այլ բաներ։ Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ են նրանք գնում եւ ինչ են անում։ Հուսով եմ, որ նրանք դա չեն անում, քանի որ մենք չենք ուզում վառելիք վատնել B2-ով 37 ժամ տևողությամբ երկկողմանի թռիչքի վրա, նշել է ԱՄՆ նախագահը։ Այսինքն եթե ինքը այդ քաղաքական որոշումը կայացնի, այդ բենզինը չի իրան խանգարելու։ Այնուամենայնիվ դրանով ուզում է հասկացնի մտան պատկերավոր ասած, որ նենց մի արեք, նորից ոնց որ նախորդ անգամ ռմբակոծեցինք, այս անգամ էլ ռմբակոծենք, հիմա բայց խնդիրը ուրիշ է։ Տեսնում եք ինչքան է սրվում Իրանի հետ հարաբերությունները, մենք տեսանք, որ ընդամենը մի օր առաջ Արարատ Միրզոյանը խոսում է ռազմավարական գործընկերության մասին Իրանի հետ, որ մեր հարաբերությունները փայլուն է եւ այլ եւ այո, մենք պատրաստ ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել այդ մակարդակի վրա է մեր հարաբերությունները։ Բայց պարբերաբար երևի օր չկա, որ մենք Իրանի թեմային չանդրադառնանք, որովհետեւ Իրանի հարաբերությունը սրված Ամերիկայի հետ, դա խնդիր է առաջացնելու նաեւ մեր մոտով անցնող ճանապարհի, որովհետեւ այդ անկայուն վիճակում Իրանը միշտ էլ կարող է ձև գտնել խանգարի։ Ամերիկային եթե չկարողանա էլ խանգարի, Հայաստանին հաստատ կարող է խանգարել։ Իսկ գծին խանգարել իր կողքով անցնող մի բարդ բան չի։ Մենք տեսնում ենք ուկրաինացիները Ռուսաստանում ինչեր են անում երկրի խորքերում։ Հայաստանի հետ կապված այդ ինչ մի խնդիր է, որ սկի իրանք չընդունեն էլ, որ դա իրանց արածնա։ Ես նենց չեմ ուզում բանա, այսպես ասած, բոլոր վատատեսական տարբերակները նայեն, բայց մենք պարտավոր ենք հնարավոր բոլոր ռիսկերը գնահատել ինչ-որ մի քայլ անելու համար, որովհետև հիմա մենք տեսնում ենք, որ ոգևորված ասում են, այո, ճանապարհը էս կանենք, փաստաթղթերը կանենք, եկող տարվա վերջին շինարարությունը կսկսենք, բայց եւ միևնույն ժամանակ հարցը Իրանի հետ կարգավորված չի։ Եվ տեսեք Իրանի արձագանքը Ամերիկային։ Սա այն դեպքն է, երբ որ մենք ասում ենք Ամերիկայի հետ այս հարաբերությունները կարգավորում ենք ճանապարհի հետ կապված դառնա գործընկեր։ Մենք լավ գիտենք, որ Ամերիկան գործընկեր չի դարձել եւ անվտանգության երաշխիք չի էլ տվել, բայց նաեւ տեսնում ենք, որ հարցը կարգավորված չի Իրանի հետ։ Հիմա տեսեք Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի քաղաքական ավագ խորհրդական ծովակալ Ալի Շամխանին հայտարարել է. Իրանի պաշտպանական դոկտրինը սահմանում է որոշակի հակազդեցություններ նույնիսկ սպառնալիքի իրականացումից առաջ, այսինքն կանխարգելիչ քայլեր։ Իրանի խրթիռային եւ պաշտպանական կարողություններն անվերահսկելի են, եւ թույլտվություն չեն պահանջում։
Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ եւ կոշտ արձագանքի, որը կգերազանցի դրա կազմակերպիչների երևակայությունը, կլինի ջախջախիչ պատասխան ցանկացած հնարավոր ագրեսիայի դեպքում։ Ասա հոգևոր առաջնորդի խորհրդական, այսինքն համարեք, որ հոգևոր առաջնորդն է ասե։ Իսկ դա երկրի առաջի դեմքն է, լավ գիտեք Իրանի պարագայում։ Այսինքն սա է Ամերիկայի Միացյալ Նահանգների նրանց պատասխանը, թե զարգացումները ինչպես կգնան, թե Իրանը կկարողանա իր ասածը անի, եւ եթե հերթական անգամ Ամերիկան հարված հասցնի Իրանին, իրանք էլ ավելի կոշտ հարված հասցնեն Իսրայելին, որը զսպեն Ամերիկային, այնուամենայնիվ սա այն իրավիճակն է, որ մենք առավել ևս Իսրայելի ակտիվությունը մեր ուղղությամբ, այն ժամանակ որ պետք է ակտիվ լիներ, ակտիվ չէր, այս ժամանակ որ հիմա ակտիվ լինի, էլի թող ակտիվ լինի, կարող ենք իր այդ հարաբերությունները կարգավորել նորմալ, բայց ամեն դեպքում հաշվի առնենք, որ այս խնդրը մեր գլխին կա։ Եթե Իրանում է կատարվում կա, իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն արձագանքել է բավական կարճ Դոնալդ Տրամփի հայտարարություններին, Թեհրանի պատասխանը ագրեսիային կլինի ծանր, այսինքն իրանք չեն պատրաստվում զիջել, պատրաստում են հակահարված տալ, եթե Ամերիկային չտան, գոնե հակահարված կտան Իսրայելին, իսկ եթե Իսրայելին են տալի, համարեք Ամերիկային են տալի։ Իհարկե հիմա այսօր հանրահավաքներ են, դժգոհություններ են Իրանում, դուրս են գալի փողոց, իշխանությունները փորձում են լուծում գտնել, խաղաղացնել, հասկանան խնդիրները, հատկապես դա տնտեսական թեմաների ուղղությամբ է դա տեղի ունենում, չեմ ուզում դրան անդրադառնալ, դա մեկը մեկի հետ խառնել, որովհետև այն ինչ որ խնդրեմ այսօր կա արտաքին քաղաքական հարցերում Իրան, Միացյալ Նահանգներ, Իրան, Իսրայել, Իրան, Ռուսաստան եւ այդ պարագայում Հայաստանը Իրանին ճանաչում որպես մեր լավ բարեկամ, որի հետ ռազմավարական փաստաթուղթ պատրաստում ստորագրել, հիմա էլ նաև զուգահեռաբար հարաբերությունները կարգավորել Իսրայել, ընդամենը վերջերս Իսրայելին դատապարտում էր, Իրանին բարեկամ համարում, Իրանին աջակցում, իսկ Իրանը մեզ դատապարտեց։ Էդ էլ ուղղակի պարբերաբար պետք է հիշենք, որպեսզի մեր կողմից վարված քաղաքականությունը տեսնենք ուր է տանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ ինքը եւ Նեթանյահուն քննարկել են Համասին զինաթափելու հարցը։ Տրամփը նշել է, որ Համասին կտրվի շատ կարճ ժամանակահատված զինաթափելու համար։ Հակառակ դեպքում նրանք ծանր գին կվճարեն։ Այսինքն խոսքը նաեւ վերաբերվում է, որ նորից կարող է հարված։ Տեղից էլ բան չեն թողել սեկտոր Գազայում, բայց այս պարագայում անգամ իրանք պատրաստում են Համասին վերջնական ոչնչացնելու համար շարունակեն գործողությունները։ Հիմա դուք պատկերացրեք, որ այդ ամեն ինչը նաև վերաբերվելու է մեր տարածաշրջանում լարվածության հետ։ Դոնալդ Տրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Պատերազմը տևեց 35 տարի։ Պուտինը ինձ ասաց, չեմ կարող հավատալ, որ դուք լուծեցիք այս պատերազմը, որովհետև ես 10 տարի փորձեցի եւ ես բառացիորեն լուծեցի մեկ օրում, այսինքն Տրամփը մեկ օրում լուծելու է։ Բայց տեսեք ոնց է լուծել, ժողովուրդ ջան։ Ես երկուսին էլ ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը, այլևս ոչ մի առևտուր, ապա ես կսահմանեմ 200%-անոց մաքսատուրքեր, նշել է Տրամփը։ Այսինքն Դոնալդ Տրամփը համարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնց առևտուրը Ամերիկայի հետ շատ փոքր է, որպեսզի իրանք դրանից սարսափեին այդ մաքսատուրքերից, լեղաճակ եղած մաքսատուրքերից անմիջապես գնացել են խաղաղության, 35 տարի խաղաղության, չէին գնում, իրար կոտորում էին, միլիարդներ էին ծախսում, բայց բավական է իմացան, որ մաքսատուրքերը կավելացնեն, միանգամից գնացին խաղաղության։ Դուք պատկերացնեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նստել է այս մոլորակի թիվ 1 գահին, պատկերացնում եք իր կշիռը, աշխարհի վրա ազդեցությունը, ու ինքը կարծում է, որ իր ազդեցությունը մաքսատուր սահմանելն է։ Ուրեմն իրանք չգիտեն իրանք ում հետ գործ ունեն։ Ըստ երևույթին Տրամփին բացատրեն, ասեն, ընկեր, մենք գիտենք դու ով ես, եթե դու չգիտես դու ով ես, մենք քեզ ասում ենք, որ մաքսատուրքից չենք վախեցել։ Պարզապես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքը դրժելը հղի է
խիստ կանխատեսելի հետևանքներով։ Այդքան մի բան, բայց գլուխը գովա, որ մաքսատուրքով է զսպել, այդ նույն մաքսատուրքով ոնց որ չստացվեց զսպել այն մյուս կոնֆլիկտները, որովհետև ցույց տվեցին, որ այդ կոնֆլիկտը մաքսատուրքի կոնֆլիկտ չի, լավ էլի, հանգստացի։ Հիմա Հայաստանը եւ Ադրբեջանի հարցերում Հայաստանը խաղաղություն ա ուզում, Ադրբեջանն էլ ասում է այն ինչ որ ինձ պետք է ստանալ, կստանամ մեքենաներով մտնելով, ոչ թե տանկերով, ինչի սա պետք կռիվը։ Կռիվը արել ենք, մեր ուժը ցույց ենք տվել, Նիկոլ Փաշինյանը անմիջապես անցել է հաղթողի կողմը եւ հայտարարել է, որ մենք հաղթել ենք, մեր պարտությամբ մենք հաղթեցինք, որովհետեւ ինքը հաղթողի թիմից է խաղում։ Հա, դրա համար այս պարագայում կռվելու իմաստը որն է։ Ինչ ա ուզում Ալիևը ստանա, որ չի ստանում։ Ինչ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք Ալիևի հետ արեցինք, անմիջապես ընդդեղից հայտարարում է, ասում է, չէ, ես դա ստիպեցի, որ ինքը արեց։ Դա ես պահանջել եմ, որ անի։ Էլի բաներ եմ պահանջել, որ պետք է անի։ Իսկ ինչու է անում։ Երբ որ մենք գիտենք, որ Ալիևը ցանկանում է Նիկոլ Փաշինյանը ընտրվի, բա ինչու է ցանկանում բացահայտի, որ ինքն է ստիպում։ Մի պարզ պատճառով, ժողովուրդ ջան, ես իրան ստիպում եմ, ինքը պարտավոր է անի, եթե ինքը չանի խնդիրներ կունենա, եթե դուք իրան ընտրում եք, ուրեմն դուք ընդունում եք իմ խաղի կանոնները, վերջ։ Վաղը մյուս օրը պետք է ասի ժողովուրդ ջան, դուք չլսեցիք, ես ձեզ ինչ ասեցի, ասեցի, չէ։ Ընտրեցիք, չէ, ես մարդուն, բա ուրեմն արեք, ինչ ա եղել։ Ուրեմն դուք տվեցիք իրան հնարավորություն զիջելու։ Դուք չգիտեք, որ Փաշինյանն ասում է, լավ սպասեք, ընտրվենք, այն ինչ որ բանը դուք ինձ խաղաղության քվեարկեք, նշանակում է դուք ուզում եք խաղաղություն։ Այն ինչ որ խաղաղությանը դեմ կլի, նշանակում է դա տանում է պատերազմի։ Ուրեմն մենք գնալու ենք խաղաղության ճանապարհով, ասել է, չէ՞։ Լսել եք, չէ՞։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, Թրամփը եւ նրա խորհրդականները Պուտինին տեղեկացրել են Զելենսկիի հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին։ Ուշակովը նշել է, որ Պուտինը Թրամփի ուշադրությունը հրավիրել է Կիևի կողմից Նովգորոդի մարզում գտնվող իր նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման վրա։ Պուտինը Տրամփին ասել է, որ Կիևի պետական նստավայրի դեմ ահաբեկչական գործողությունները անպատասխան չեն մնա։ ԱՄՆ նախագահը ցնցված եւ վրդովված է Կիևի կողմից Ռուսաստանի առաջնորդի նստավայրի վրա հարձակումից։ Պուտինը շատ հստակ Տրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կվերանայվի Կիևի պետական ահաբեկչության լույսի ներքո, նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը։ Ուշակովը նշել է, որ Տրամփի եւ Զելենսկու կողմից ձեռք բերված որոշ արդյունքներ Ռուսաստանի կարծիքով Ուկրաինային հնարավորություն են տալիս խուսափել իր պարտավորություններից։ Այսինքն հասկացնում է, որ եթե Դոնալդ Տրամփը ինչ որ կետերը, որ Ուկրաինայի հետ համաձայնացնի 28 կետից պակասացված 20, Ռուսաստանը համարում է, որ դա զիջումն է, իբր թե Տրամփը Զելենսկուն է օգնում։ Դրա համար հիմա խոսում են, որ իր կեցավայրին Զելենսկին հարվածները հասցրել այդ բանակցությունների կարևոր պահին եւ Տրամփին էլ ասել է, Տրամփը մի անգամից ցնցվել է, որ ոնց կարելի է տենց բանել է։ Ու ես ամբողջ օրը այդ թեման քննարկում են, որովհետեւ այդ թեման փորձում են ամեն մեկը ծառայացնի իր շահերին, որովհետեւ հիմա տեսնում ենք, հիմա ինչա կատարվում։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ իրեն տեղեկացրել է իր նստավայրերից մեկի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարվածի մասին։ Այդ քայլը անվանելով սխալ, չնայած Կիևը անմիջապես հերքել է մեղադրանքը։ Սա ճիշտ ժամանակը չէ։ Մի բան է ագրեսիվ լինել, քանի որ նրանք ագրեսիվ են։ Միանգամայն այլ բան է հարձակվել նրա տան վրա, ասել է Տրամփը հավելելով, եւ ես դա այսօր իմացա նախագահ Պուտինից։ Դա ինձ շատ զայրացրեց։ Հարցը նախ իր տունը չի, կեցավայրն է։ Երկրորդ, իսկ Վլադիմիր Պուտինը քանի կեցավայր ունի Ռուսաստանում։ Այդ բոլոր կեցավայրերի կողքերը, որտեղ որ դրոնով հարված են, նշանակում է կեցավայրին են հարվածել, ինքը այդ կեցավայրում էր գտնվում, ուկրաինացիներն ունեին ինֆորմացիա, որ ինքը այնտեղ էր, ուզում էին իրան ֆիզիկապես վերացնել, ու միանգամից էմոցիան միացրեց Դոնալդ Տրամփը, պատկերացրեց, ախր իր ականջինել են կրակել, այս ինչ է կատարվում, ժողովուրդ, ու միանգամից վախը մտավ մեջը, ոնց կարելի է տենց բա մարդու տան վրա կրակում են, ու արդեն միանգամից դերի մեջ է։ ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ մեղադրանքը հնարավոր է կեղծ է։
այդ արդեն ավելի ուշ է բանալել, եւ որ նման հարձակում տեղի չի ունեցել, ապա հավելել է, բայց նախագահ Պուտինը այսօր առավոտյան ինձ ասաց, որ դա տեղի է ունեցել, հա բայց նախագահ Պուտինը քեզ չէր ասել, որ Կուպյանսկը վերցրել են, այդ Պուտինը չէր ասել, ոնց, բա լրագրողներին չէր տանում, որ ցույց տա, բա ինչի՞ չէ այսօր առաջարկում լրագրողներին տանի տեղում մի հատ ուսումնասիրություն կատարեն, ժողովրդին հարցնեն, ասեն դրոն տեսել եք, ինչի դրոնը կարող է գա ժողովուրդը չտեսնի, դրոնը որ եկել է իջել է, որտեղ եք խփել, որտեղ որ խփել եք այդ դրոնը չեն տեսել, այդ դրոնը որ մոտենա որպեսի կեցավայրին հարված հասցնի, ժողովուրդը անգամ դրոնը կտեսնի, ուր մնաց թե դրոնի հարվածելուց պայթյունը չտեսնի, ուր մնաց այդպիսի մեծ քանակությամբ դրոնների գալը չտեսնի, ուր մնաց Ամերիկայի արբանյակները չֆիքսեին այդ դրոնների երամը, որտեվ քանակը հիմա այդ մասին էլ կխոսենք, բարդ է այդքան դա հասկանալ։ Փաստորեն Պուտինն ասել է, իսկ ինքը Պուտինին դեռ հավատում է։ Դոնալդ Տրամպը խոսելով Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին հետագայում ասել է. Ես իրականում ոչինչ չգիտեմ, այդ հետո հասկացել է, որ ես ինչն եմ էմոցիայի տակ ընկել։ Պուտինը մի հատ լացուկոծը դրել է, բա իմացել ես, խփել է, ախր սենց ոնց կլինի։ Ես չգիտեմ այդ մասին, ես հենց նոր լսեցի, բայց մանրամասները չգիտեմ, դա շատ վատ է։ Ահա թե ինչու ես կանխեցի տամահավքների մատակարարումը, ասել է Տրամպը։ Տամահավքը կանխելես երբ։ Երեք։ Բա դա հենց առաջ ինչի էր կանխել։ Այսինքն պատվերացել, հա, որ պետք է Պուտինի կեցավայրերից մեկի վրա դրոնով հարվածեն։ Նախապես գիտեիք։ Թե հիմա արդարացնում եք, թե տամահավքն չի չես տվել։ Հա, չես տվել, որ հավանական կարող է խփեին։ Եթե տամահավքը տայր ու ասեիր, որ դրանով չխփես, չէին խփի։ Իրանք հիմա խփում են նախ այն ինչ որ իրանք ունեն, դրանով են խփում։ Այն ինչ էլ ունենում են, որ ստանում են Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, դրանցով էլ են խփում, որտեղ նրանք սահմանափակում, եթե դնեն կկիրառեն, եթե չեն դնում, չեն դնում։ Բայց շարունակությունը նայենք, որտեղ այդ թեման այս բանակցությունների ֆոնին միանգամից իրավիճակ է փոխում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրի վրա ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք է հարձակվել։ Բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Բա որ բոլորը ոչնչացվել են, ինչ իմացակ ուր էին, այդքան ներքև էին, չէ՞ որ գիտեիք ինչին են խփելու։ Ոնց իմացակ։ Ու ոնց իմացակ, որ բնակիչներից մեկը դա չտեսավ։ Գիտեք քանի արձագանք կա այդ տարածքներից, որ ասա մենք նման բան չենք տեսել։ Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը կվերանայվի հաշվի առնելով Կիևի ռեժիմի վերջնական անցումը պետական ահաբեկչության քաղաքականությանը։ Մոսկվան չի անտեսի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։ Ռուսաստանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների թիրախները եւ դրանց իրականացման ժամկետները որոշվել են։ Նման անխոհեմ գործողությունները անպատասխան չեն մնա։ Ինչպես տեսնում եք, հատուկ պատվիրած բաներ, որ այս հայտարարությունը իրանք անեն եւ այդ հայտարարությունից քանի որ շատ են խոսել, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում, Ռուսաստանը որ խաղաղության գնաց ինչ անելու իր մարտակերների հետա բերելու որ ինչ անի, Ռուսաստանը որ խաղաղություն ուզեց իր երկրին ոնց է պահելու, չգիտի ինչ վիճակի մեջ է կանգնացրել, մարդիկ ամեն օր դժգոհում են, կալանավորում են դժգոհորներին, որտեղ ասում են պատերազմական գործողությունների ընթացքում էս ինչ միտինգներ եք անում, Այս ինչ եք երկրին քննադատում, ինչ եք բանակին քննադատում, այս ինչ եք ասում, ոնց թե ոչ պատերազմին, ինչի մենք պատերազմ ենք անում, որ ոչ, հատուկ ռազմական գործողություն է, ով որ ասում է դա պատերազմ է, դատում են։ Բա իրանք դրա համար չեն ուզում խաղաղությունը լինի, որ խաղաղությունը լինի այդ մարդկանց դժգոհությունը ոնց են ճնշելու, որ փողոց լցվեն, ասեն այս ձմեռվա կեսին տները սառը, այս ձմեռվա կեսին հոսանք չկա, այս չկա, այն չկա, սնունդի խնդիրներ կա, տրանսպորտի խնդիրներ կա, փողոցները չի մաքրվում, եւ այլ հազար ու մի խնդիրներ։ Բա դրա համար իրան պետք չէ այդ պատերազմը դադարի, հո նոր մինչև այս ավանտյուրայի անելը
Չէինք խոսում, որ իրանց պետք չի, չէինք խոսում, որ իրանց Պուտինի համար կատաստրոֆա է, ինքը ոչ կարող է պատերազմը շարունակի, ոչ կարող է դադարեցնի, ինքը ուզում է Տրամպը մի ձև գտնի այդ պատերազմի հետ կապված, ինքը իրան հաղթող ճանաչի։ Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից Ուկրաինայի զինված ուժերի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակումից հետո, հավելել է նախարար Լավրովը։ Այսինքն այնուամենայնիվ մենք բանակցությունը շարունակում։ Եթե դու բանակցությունը շարունակում ես, եթե բոլոր դրոնները օդում խփել ես, ոչ մեկը չի անցե։ Այդ պարագայում եթե քո նպատակը խաղաղությունն է, ու դու կարծում ես, որ Զելենսկին դիտավորյալ խփել է, որ ցախողի բանակցությունները։ Դու կանգնի ասա, ես Զելենսկուն այդ առիթը չեմ տա։ Մի կողմ ենք դնում ինչ արե, բանակցությունը շարունակում ենք։ Այլ ոչ թե կասենք, ես հիմա հակառակ հարված կհասցնեմ Զելենսկուն։ Հակառակ հարված ես հասցնում, ուզում ես ասես Զելենսկին խաղաղություն չի ուզում։ Է պարզ երևում է ով չի ուզում էլի։ Եթե դու գտնում ես, որ Զելենսկին խփել է նրա համար, որ դու հակահարված տաս ու պատերազմը չդադարի, մի անի, առավելևս ոչ մի մարդ չի տուժե, օդում բոլոր դրոնները խփել ես։ Հիմա արդեն պարզ է, չէ՞ ինչ է, բայց շարունակությունը նայեք, ու դրանով չպրծավ, որտեղ սա նոր լարվածություն է առաջացնելու, ու այս վիճակում Հայաստանը հիշում եք, չէ՞ որ բալանսավորված քաղաքականություն էր վարում Եվրոպայի եւ Ռուսաստանի միջև։ Հիմա տեսնում ենք Եվրոպայի Ռուսաստանի միջև ինչա կատարվում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լավրովի հայտարարությունը Պուտինի նստավայրի վրա հարձակման մասին անվանել է սուտ։ Ռուսները հորինել են ակնհայտ կեղծ պատմություն, որպեսզի արդարացնեն Կիևի վրա հարձակումները եւ պատերազմը դադարեցնելու քայլեր ձեռնարկելուց հրաժարվել է։ Հիմա պետք է չափազանց զգույշ լինել, մայրաքաղաքը կարող է հարվածի ենթարկվել, ասել է Զելենսկին։ Ռուսները չեն ցանկանում ավարտել այս պատերազմը։ Իրենց հայտարարությամբ, թե իբր հարձակման է ենթարկվել ինչ-որ նստավայր, նրանք պարզապես հող են նախապատրաստում մայրաքաղաքի եւ պետական շենքերի վրա հարվածներ հասցնելու համար, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի կարծիքով նման հայտարարություններով Մոսկվան փորձում է խաթարել խաղաղաբանակցություններում Կիևի եւ Վաշինգտոնի միջև ձեռք բերված առաջընթացը։ Ուշակովն էլ այդ նույն բանը ասեց, էլի որ մեզ դուրս չի գալի այդ առաջընթացը։ Նա կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին համապատասխան կերպով արձագանքել ռուսական սպառնալիքներին։ Իսկ հիմա Ռուսաստանից նորից գնաց հիստերիան, որտեղ իրանց համար այդ խաղաղությունը հավասարազոր է պարտության։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Զելենսկու խոսքերն այն մասին, որ Պուտինի նստավայրի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին Լավրովի հայտարարությունը սուտ է։ Սուտը Զելենսկու հայտարարություններն են Բուչայի վերաբերյալ, սուտը Զելենսկու հայտարարություններն են իբր Ռուսաստանի կողմից գողացված երեխաների մասին, սուտը Զելենսկու հայտարարություններն են այն մասին, որ ռուսական կողմը չի ցանկանում բանակցել, իսկ Լավրովի խոսքերը ճիշտ են եւ այդ հանցագործությունների համար Կիևի ռեժիմը պատասխան կտա։ Ռուսաստանի պատասխանը Կիևի հարձակումներին դիվանագիտական չի լինի, թող ոչ ոք դրա վրա հույս չունենա, նշել է Զախարովան։ Ակնհայտ է, չէ, որ իրանք խաղաղություն չէին ուզում։ Ակնհայտ է, չէ, որ այդ լարվածությունը ազդելու է ամբողջ աշխարհի վրա։ Ակնհայտ է, որ ինչքան ուզում է Դոնալդ Տրամփը առաջի իր արձագանքը մեղադրի Ուկրաինային, թե ես ինչ ես անում, երկրորդ արձագանքն արդեն ասում է, չգիտեմ, դա եղել է թե չէ։ Բայց եթե սկզբանե չգիտես եղել է թե չէ, ինչ ես միանգամից էմոցիոնալ արձագանքում, թե ես Ուկրաինան ինչ արել։ Պուտինը զանգեց, մի երկու բան ասեց, արդեն ինչ հալվեցիր։ Մենք տեսնում ենք անվերջ ֆինանսավորում, այստեղ տեսեք, ինչա բացատրում Զախարովան։ Այսինքն Եվրոպայի կողմից տեսնում է անվերջ ֆինանսավորում, բայց ինչ կապ ուներ դրոնները։ Դրոնները պատրվակ է։ Մենք տեսնում ենք անվերջ ֆինանսավորում ոչ թե 100 միլիոնավոր դոլարների, այլ տասնյակ միլիարդավոր դոլարների տեսքով, որոնք նրանք արդեն տրամադրում են վարկեր առաջիկա երկար տարիների համար, եւ բացի այդ ամենը ամրապնդում է նրանց սեփական ռազմականացման ջանքերով, նշել է Զախարովան։ Այսինքն մենք տեսնում ենք վտանգը եւ ցանկանում ենք սրել վիճակը, Տրամփին համոզել անցնի իրանց կողմ։ Տեսար, քեզ չեն հարգում, խաղաղության չեն գնում, տես քո բանակցությունների ընթացքում ինչ է եւ հատուկ նպատակային դա են շեշտում, որ տեսակ սա ուղղված էր հենց Տրամփի դեմ։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, դուք պատկերացնում եք, չէ, քանի պաշտոնյա է արագ-արագ ոգևորված արձագանքել սրան։ Այս մթնոլորտը պետք է մենք հասկանանք, որ հասկանանք նաև ինչ է կատարվում աշխարհում ու դա ինչքանով է ազդելու մեր վրա։ Պեսկովն ինչ է ասում, Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի պետական նստավայրի վրա հարձակման փորձը ուղղված է ոչ միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, այլև նախագահ Դոնալդ Տրամփի եւ Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու նրա փորձերի դեմ։ Այսինքն Տրամփ դե սակու դեմ է։ Բան էլ են Շերխանի շակալի նման Մաուգլի մուլտիկը տեսած կլնեք։ Այսինքն որ հոտի տաքսես, այ տես ասма, տես սենց քեզ բան ասեցին, սենց արեցին։ Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի պետական նստավայրի վրա Ուկրաինայի կողմից հարձակման փորձը նման սադրանքները պետական ահաբեկչության նման ակտերը չեն կարող խաթարել Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջև հաստատված վստահելի երկխոսությունը, հավելել է Պեսկովը։ Այսինքն տես, հա, Ուկրաինան քեզ դեմ է, բայց մենք հոգու հետ բան ենք պայմանավորվել, հողերի փողերի հարցը դաուժի մեջ է, մենք ենք քո կողմից, հանկարծ չանհանգստանաս։ Կարծում եմ այստեղ ապացույցներ պետք չեն։ Տեսեք ինչ ասում է։ Մարդիկ ասում են ապացույց չկա։ Ասում եմ կարծում եմ այստեղ ապացույցներ պետք չեն։ Եթե իրականացում է անօթաչու դրճող սարքերի այսպիսի զանգվածային հարձակում, բա ապացույց են ուզում, թե այդքան զանգվածային հարձակում եղել է, թե չէ, ով է ֆիքսե, ոնց է ֆիքսե, ինչ է ֆիքսե։ Ասում եմ ապացույց պետք չէ, մենք ասում ենք էլ ինչ ապացույց։ Խելագարություն են այն պնդումները, որոնք հերքում են Կիևի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակումը, եզրափակել է Պեսկովը։ Հիմա հասկացանք, չէ՞ ինչ է կատարվում։ Դե դուք պատկերացրեք, մենք կանգնում ենք եւ Հայաստանի իշխանություններն ասում են Ռուսաստանը եղբայրական պետություն է, մենք խորանում ենք հարաբերություններ, մենք չենք վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները, արևմտյան մեր գործընկերներին ասել ենք, որ դրա վրա հույս չունենաք, մենք հստակ երեք Արարատ Միրզոյանը այդքան ինչ էր ասում։ Այս ամեն ինչն է ասում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ հայտարարություն արել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հասցեին մեղադրելով նրան խաղաղության գործընթացը խափանելու փորձի մեջ եւ նրան պատասխանատու համարելով Նովգորոդի մարզում Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա անօթաչու թռչող սարքերի հարձակման համար։ Կիևի Գարշարհոտ-Սրիկան փորձում է խափանել հակամարտության կարգավորումը, նա պատերազմ է ուզում, դեգոնե նա ստիպված կլինի թաքնվել իր անհրաժեշտ կյանքի մնացած մասը, գրել է Մեդվեդևը։ Այսինքն Զելենսկին պատերազմ է ուզում, դուք խաղաղություն եք ուզում։ Հիմա դուք պատկերացրեցիք, այս է մեր աշխարհի մթնոլորտը։ Իսկ հիմա Եվրոպայի արձագանքը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը գրել է. այսօր տեղի ունեցավ Բերլինյան ձևաչափով եվրոպական եւ կանադացի գործընկերների հետ բանակցությունների եւս մեկ փուլ։ Մենք առաջ ենք մղում խաղաղության գործընթացը, այժմ անհրաժեշտ է թափանցիկություն եւ ազնվություն բոլոր կողմերից, այդ թվում Ռուսաստանից, նշել է Մերցը։ Ինչպես տեսնում եք, իրանք ինտենսիվ աշխատում են։ Հունվարին էլ նախատեսվում է, որ Էմանուել Մակրոնն ասեց, որ հանդիպում ալնելու նորից քննարկելու են այդ հարցերը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է, Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին մասնակցելու իր պատրաստակամության մասին, խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։ Սա կարող է ներառել ամերիկյան զորքերի ներկայությունը սահմանին կամ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև շփման գծի երկայնքով, նշել է Լեհաստանի վարչապետը։ Ինչպես տեսնում եք, այդ պայմանավորվածություններն ա որ տեղի ունեցել, Տուսկն էլ քանի որ այդ բանակցություններին մասնակցում էր, ինքը այդ ամեն ինչն ա ներկայացնում, որ պայմանավորվածությունները կա։ Դե պատկերացրեք Ռուսաստանը ինչքան է դրանից անհանգիստ, բա որ հանկարծ խաղաղություն լինի, բերեն զորքերը կանգնացնեն շփման գծում, զորքերը տեղակայեն Ուկրաինայի տարածքում, բա ինքը հետը ոնց է իրավիճակը փորձելու շտկել։ Բա ժողովրդին չկարողանա պատերազմանը ինչ որ ձևով պատասխան տա, թե այս պատերազմն ինչի համար էր, պետք է փորձի մի հատ էլ մտնի, չէ՞ Ուկրաինա։ Բա ինչ անի։ Բա խաղաղ պայմանների հիմա ինչ անելու ինքը։ Այսքան խնդրի տակից ոնց է դուրս գալու։ Իսկ հիմա մենք տեսնում ենք իր հարևանները ինչպիսի վերաբերմունք ունեն իր նկատմամբ։ ՆԱՏՕ-ի անդամ իր հարևանը ինչ է մտածում։ Լատվիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանային ցանկապատի կառուցումը։ Վերջնական փուլում շահագործման են հանձնվել կառուցված 99 կիլոմետր երկարությամբ ցանկապատի 72 կիլոմետրը։ Լատվիա-Ռուսաստան սահմանին ցանկապատի ընդհանուր երկարությունը մոտավորապես 280 կիլոմետր է, որը ապահովում է անընդհատ ֆիզիկական պատնեշ բոլոր տեխնիկական հնարավոր վայրերում։ Լատվիայի
Լիտվայի ներքին գործերի նախարարը նշել է, որ Ռուսաստանի եւ Բելարուսի հետ սահմաններին ցանկապատի կառուցումը կարևոր ներդրում է ազգային անվտանգության եւ Եվրամիության արտաքին սահմանի պաշտպանության գործում։ Իսկ այն ինչ որ անում ենք, Եվրամիության արտաքին սահմանն ենք պաշտպանում։ Սահմանը կշարունակի հագեցած լինել ժամանակակից տեխնոլոգիական հսկողության համակարգերով։ Միաժամանակ շարունակվում են աշխատանքները լրացուցիչ ենթակառուցվածքների, այդ թվում բարեկային ճանապարհների, կամուրջների եւ ինժեներական կառույցների զարգացման ուղղությամբ։ Ռուսաստանի հարևանները անգամ երկաթգծերն են հավաքում։ Ասում են իմաստ չունի, մեկը մենք իրանց հետ բեռնափոխադրում չենք ունենալու։ Այսինքն իրանք միշտ չեն մտածում Ռուսաստան Ուկրաինայի հետ խաղաղության կգնա թե չէ։ Այլևս իրանք Ռուսաստանին համարում են պատ ու պատնեջ, վերջ։ Այդ պետության հետ համագործակցությունը իրանք բացառում են, քան այնտեղ Պուտինն է նստած, Պուտինի ռեժիմն է նստած։ Ուսամենակ Լատվիայի մասին չի խոսքը։ Հարյուրավոր միլիոնավոր դոլարների փոքր երկիրը այդ պատնեշի վրա փող է ծախսում, որ ինչ անի։ Եթե ինքը իսկապես վտանգ չտեսնի։ Իսկ հիմա նայենք Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է ցանկացած չարամիտ գործողություն, որը հատում է կարմիր գծերը կամ սադրում Թայվանի քաղաքականությունը, անխուսափելիորեն կհակադարձվի Չինաստանի կողմից, եւ Չինաստանի վերամիավորման ձգտումները խաթարելու ցանկացած փորձ դատապարտված են ձախողման։ Այս հայտարարությունն արվել է ի պատասխան Արդար առաքելություն 2025-ի կոդային անվամբ ռազմական զորավարժությունների վերաբերյալ հարցման, որոնք երկուշաբթի օրվանից կազմակերպվել եւ անցկացվել են Թայվան կղզու շուրջ ժողովրդաազատագրական բանակի արևելյան գոտու մարտական հրամանատարության կողմից։ Այսինքն սա նաև հարց է, որ Չինաստանը հիմա հստակ բացատրում է, որ վերամիավորման ճանապարհով ենք մենք գնում, ցանկացած բան, որ ուզում եք ցույց տաք, որ Թայվանին կարող ենք աջակցել իր անկախությունը պահի, դուք խնդիր եք ունենալու Չինաստանի հետ։ Այսինքն սա իրանք դիտարկում են, Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ պետք է կողմնորոշվի։ Ինչ անում ինքը Թայվանին տերա թե տեր չի, որտեղ ինքը միշտ Թայվանին տեր է եղել։ Հիմա տերա թե տեր չի, որտեղ Չինաստանի հետ կապված դա խնդիր է առաջացնելու իր համար։ Եվ հիմա դուք պատկերացնում եք, հիմա նայում եք աշխարհում ինչա կատարվում, այս ամեն ինչի ֆոնին Հայաստանում ընդհանրապես ինչա տեղի ունենում։ Առավոտվանից Նիկոլ Փաշինյանի ձենը չէր լսվում, քիչ էր մնում, ես ասեի ժողովուրդ ջան, օրը ուզում եմ ավարտել բարի լուրով, այսօր Նիկոլ Փաշինյանը ոչ մի անկապ բան չի ասել, դե այսինքն ընդհանրապես ոչ մի բան չի ասել, որտեղ ինչ էլ ասել անկապ էր ելնելու։ Բայց այն էլ պարզվում է ինքը ճանապարհ էր գնում, որպեսի գնա տեղում խոսա։ Եվ մեկ էլ նայում ենք, Նիկոլ Փաշինյանը գրել է եւ տեսանյութ հրապարակել։ Քաղաքացիներին ներկայացվեց վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը, եղանք պաշտպանական կառույցներում, այնուհետև այցելեցին Կիրանցի սահմանազատված հատված։ Ուրեմն այս հազարափեշակ Փաշինյանը հիմա էլ տուր օպերատոր է աշխատում։ Լցրել է տրանսպորտ քաղաքացիներին այն խմբերը չէ կազմել, ասեց քանի հոգանոց խմբեր կազմեք, որ տանեմ ցույց տամ։ Հիմա այդ խմբերը կազմել է հերթով, հիմա լցնելու են, ճանապարհները փակեն, պատկերացնում եք, այս ձուն, բան, ինքներ որ միտեղ գնում է ոնց են ճանապարհները փակում, ինչ են անում, պետք է գնան, հասնեն այնտեղ, այդ պատը ցույց տա ու լացացնի։ Ժողովուրդ ջան, տեսեք, չեն կրակում, այմերտե ոչ մի տեղ էլ չեն կրակում։ Այդ մարդիկ ասին, չեն կրակում։ Մենք վերցնելու ենք ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Մենք երկրի ներսում մթնոլորտ ենք ստեղծում վերցնելու։ Եթե դու չգիտես իրանք ինչ են անում, 3 անգամ Արարատ Միրզոյանը հարցազրույց է տալիս ու ասում է արևմտյան Հայաստանի հարցը դեռ չեն լուծել։ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ աներողություն արևմտյան Ադրբեջանի հարցը շարունակում է դա պնդել, իսկ մենք դա դիտարկում ենք որպես տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Ու այդ հարցը ասում է, որ չենք լուծել։ Դա խնդիր է մեզ համար։ Իսկ ինչ է ասում Ալիևն, ասում է մենք գնալու ենք ավտոներով մտնենք ու գնալու ենք վերցնենք այն ինչ որ մերն է։ Այսինքն մենք պատերը իսկ ինչ է, եթե Նիկոլ Փաշինյանը հիմա մարդկանց տանի մի ուրիշ տեղ ցույց տա կրակում են, ոչ մի տեղ էլ չեն կրակում։ Ինչի համար կրակեն, եթե արդեն այն ինչ որ պահանջում են ստանում են էլի։ Մի տալ էս պատ էս ցույց տալի որպես խաղաղության խորհրդանիշ, այդ տեսեք էս պատն է, որ թույլ չի տա։ Այսինքն Ադրբեջանը ուզում է հարձակվի, այդ պատը իրան խանգարում է։ Պատի կողքով չի կարող մասնի։ Ադրբեջանը չի ուզում հարձակվի, որտեղ ինքը արդեն Հայաստանում իր մարդուն դրել է։ Իր դրածոնց թե նստած է։ Հանձնարարում է դու էլ անում ես, էլ ինչ հարձակվի, չեմ հասկանում։
Հարցակվի, որ ինչ անի, ժողովրդին ոտի կանգնացնի, մոբիլիզացնի ժողովրդին։ Այնա թողելա, որ դու ժողովրդին բարոյալը քեզ։ Ասես խոսում ենք խաղաղությունից, խոսում ենք, այս ինչ եք անում, ով խաղաղություն չի ուզում, պատերազմ է ուզում եւ այլ եւ այլ։ Հիմա էլ այս սաղ գործերը պրծար, երկելը ապարելը ամեն ինչ պրծար, հիմա էլ արդեն տուր օպերատոր ես աշխատում։ Էլ ինչ կարաս անես խաղաղ պայմաններում։ Մի խումբ էլ հավաքի ծննդատուն, ցույց տուր ասա ժողովուրդ ջան, տենեք ինչ խաղաղ ծնվում են։ Հանգիստ, ոչ մի խնդրեմ չկա, ոչ մի կրակոց, ոչ մի բան։ Տեսեք, այ հիմա տեսեք։ Ժողովուրդ ջան, պետք չի որ այդ ամեն ինչը վարչապետը տանի ցույց տա սահմանին, ասի էս պատնա, այս պատի կողքին էլ ինչա կատարվում։ Որովհետև այսօր բոլորն էլ տեսնում են, որ այն ինչ որ հնարավոր է բանակցային սեղանի վրա Հայաստանից վերցնել, պետք չի ժողովրդին մոբիլիզացնել, տանկերով փորձել վերցնել, որովհետև ժողովուրդը դեռ չի հաշտվել պարտության հետ, ինչպես որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, որ պարտության հետ մարդիկ հաշտվեն։ Դրա համար էլ լավ էլ ուսումնասիրել են, թե ինչա կատարում, ասում են դուք ժողովրդին բարոյալքի, շանտաժ արա, ով որ խաղաղության է դեմ է, ուրեմն պատերազմ է ուզում, մենք մեր ուզածը կստանանք։ Մանավանդ հիմա էլ բենզինն ուղարկեցի, տեսան իրար գլուխ են ջարդում էժան բենզինի համար, այսինքն միշտ էլ էժան ապրանքով Հայաստանը կարան հարցերը լուծեն Հայաստանի։ Այնց որ էդ էլ փորձարկեցին, էդ էլ իմացան, որ ամեն ինչ հնարավոր է։ Այն ինչից որ զգուշացնում էինք, որ փորձելու են էժան ապրանքով մտնել եւ գիտեք հետագայում ինչ են անելու։ Այնպես որ այս ամեն ինչը պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի, դուք հասկացաք, որ աշխարհակաղակական իրադարձությունների հետ կապված մեր իշխանություններից սպասելիք չկա, որովհետև տեսնում եք, մեր իշխանությունները ինչ պետք է անեն, որ սպասելիք ունենանք։ Ինքը պարզապես մտածեց, երեք էլ գնաց մի միջոցառման է, մասնակցեց, այսօր պարապեր մնաց է։ Այսօր դե ինչ պետք է աներ, օրը սպաներ, այնա կթավ թե ինչ պետք է անի, այնա գնամ մի հատ է ժողովրդին լցնեմ, տանեմ պատը ցույց տամ։ Դե հասկանում եք, թե ինչա մեր վիճակը եւ ամեն ինչ պետք է անել, որ այս խայտարակ վիճակից դուրս գանք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։